Կարպ Խաչվանյանն էլ ոնց որ չէր չարաշահում, թե մի քիչ չարաշահում էր։ Հիմա հա, այս ճամպրուկուր դրան, հիմա էս ինչ, բայց նորովի էր ասում։ Դե նա կատարողականի վրա պայթացնում էր դահլիճ, այսինքն տենց ոնց կարելի էր էլի նույն նախադասությունը 18 անգամ ասել ու պայթացնել հանդիսատես։ 7 անգամ տաքսին գնացել եմ։ Նայել ես, 7 անգամ չեմ չո։ Ես այդպիսի խարիզմա, այդպիսի մատուցման ոչ, այն որ գիտես ինքը շատ տարբեր չէր իրականում Կարպը որպես դերասան։ Ինքը այդ մի որ բռնցքամ մարտիկներ կային, գիտես որ այդ մի հարվածը որ կապավ, կապ չունի ով է դիմացինը դաժինան։ Ինքը այդ մի հարվածով, այդ մի ձևով ջարդում էր բոլորին ու դուս էր գալի։ Հա, բայց որ ուզում էիր գնալ կուլիսներում իրան տեսնել, կարողա չճանաչեիր։ Ես տեսել եմ Պարոնյանի գրիմերքում, կարողա չճանաչեիր, բայց որ տենց այսպես մտնում էր բեմ լրիվ ուրիշ բան էր։ Էներգիայի այդ լիցքը ես դա սուպեր պրոֆեսիոնալ։ 90-ականներում էլ խաղաց է։ Այո, 90-ականներին ես նայել եմ, հենց 90-ականներին եմ նայել։ Ես էլ ոչ տարիներին, այո։ Ուսանող եմ եղել, հա, ուրեմն 90-ականներին է եղել։ 6-7-ին նայել եմ ես անպայման։ Ես չեմ նայել, բայց Ես 3-4 անգամ նայել եմ։ 3-4 անգամ նայել եմ։ Ես Պարոնյան գնում էի երևի միայն այդ ներկայացման համար։ Միայն, որովհետև բոլորը պայծառ, սենց պայծառ դեմքեր։ Անշուշտ էր ճիշտ էր բեմադրած։ Չէ, լավ էր։ Ճիշտ արած էր գրված կատարողը մի խոսքով հետո Հետո Կարպը որ մահացավ ասեցին թե չէ չենք կարող այդ տաքսին ով բայց կարծեմ վերականգնեցին հետո քիչ խաղացին դες կարծեմ բայց ով խաղաց չգիտեմ Կնյազի ես գիտեմ Կնյազ Չպլախյան